Որմա մեկնարկ դերենիկ բարի օր նաև ձեզ ողջունում ենք բարի աշխարհասփյուր հայությանը որտեղ ուրեմն կոնյակի գործարանի մոտով ենք անցնում եւ աշխատանքի գալիս ստուդիա գոնե հասնելիս պետք է փաստենք որ տեսանք մեր աչքով կապարակնքված կոնյակի գործարանը մուլտի գրուպի Ծառուկյանին պատկանող բիզնեսների որ եթե բոլոր հասցներում այդ աշխատանքներն են եւ խայտարակ երթևեկություն տեղից քշելու տեղ չկա մի բան չի կամուրջն է փակ ու այնքան գվարդիական ինչքան այսօր ենք տեսել Երևանում ես չեմ հիշում վերջին անգամ մեծ անգամ թվաց ցույց է հետո պարզվեց որ հա եւ այլն այս ամբողջ պատմության մեջ բայց մի հատ վատ բան կա այդ խեղճ այռուցը սատկեց այ մար չէ լավ քնից ինչ եղավ այդ խեղճ այռուցին եղավ ու շատ ցավում եմ այդ նվանով մի քիչ նորմալ վարվեք էլի այլ դրա մեջ սիմվոլիկ բան կա շատ էլի Հա, եթե խորանանք այդ բանը կա, բայց երկու հատ էր մեկն ասածկե, հիմա չգիտեմ մեկն է թե որցն, այնտեղ իրար բաներ էին ասում, չէ, այդ էքի որցի հետ կապված։ Հա, հիմա ասում եմ պիտի գցեմ քեզ վանդակը։ Բայց ախր ես մի բան չեմ հասկանում, ինքը թույլատվություն ուներ, որ այդ կենթանիներին պահելու։ Դե խոսնակը Տիկին Տոնոյանը, Իվետա Տոնոյանը ասում ունի, այստեղ հայտարարություն տարածեց, որ 150 կենթանու չի ունեցել, հա, հիմա ինչ ոնց եւ ինչպես Բայց դրա մեջ ես կներեք իհարկե էլի, ես հոգեբան չեմ, բայց ինչ որ հիվանդ բան տեսնում եմ այդքան տանը բան արած կենթանիներ պահել, ոնց են stuffed animal ասում հայերեն այդ իջարված վտանգված Չէ, բայց չհասկացա Չէ, այդ որ Թեփեն լցնում պահում են այդ մարմինը։ Դե զմրսած ասում են ճուճելները։ Չէ։ Խրտվիլակ։ Մի խոսքով ահավոր բան է դա այ մարդը։ Անշնչացած։ Տեսակ ինչ խտությամբ էր այդ բանը էլի սենյակներում սենց ուղակի ամենտեղ այդ։ Ախր դա նորություն չէր, էլի մեր իր գործող ներկա իշխանության վարքագծի մեջ ինչ հիշում եք այս թեման կա։ Տիկին Արուս Կավկաս հայտնի բլոգեր կար։ Տիկին Արուս Կավկասը գնաց իր մոտ, պարոն Ծառուկյանի մոտ, այդ սենյակը լուսանկարվեց, այդ սենյակի մասին մի քանի րոպեյանոց տեսանյութ նկարեց։ Это вы убивали? Это вы всё наделали? Ինքն ասում է դա այսպես սպասությամբ։ Հա։ Իսկ հա չեք տեսել էդի։ Չէ։ Այդ խեշկնիկն է 65 տարի Ռուսաստանում ապրում է երկու բառ ռուսերեն չի կարողանում նորմալ իրար հետ շարադրել Это вы поубивали ասում է դա հա մի խոսքով այտենց այդ պերաշկի պոնչիկ բան ուրեմն մի րոպե այստեղ խնդիրը փոխվում է ուրեմն սրանք տրոֆեյներ են իր սպանած կենթանիներն են ոչ թե ուղակի բանի էսթետիկական բան չէ Այդ հայտնի պատումներ կա որսի հետ կապված մենք հիմա քրեական գործի շրջանակներում այս ամեն ինչու ես շատ բան չեմ կարա բարձրաձայնեմ բայց ըստ խոսակցությունների որ մեր աշխատանքի վայրում էլ մեկը կա ասում է Խոսրովի արքելոցում ինքը կենթանիները բաց թողում հետո որսում է իր վերտալյոտներով բաներով եւ այլն կադրը իդեպ վատ փոխեցիք մի քիչ վերև մի փոքր վերև ուղեցիկ, բայց ավելի վատ եղավ կադրը։ Անտիրա, վերջեց։ Հիմա ամենավատը եղավ, Չէ, հիմա ամենալավն է։ Մի խոսքով ընկերներ հետևում եք իրադարձություններին րոպեներ առաջ թողարկումից դատարան գնացել էր որոշում բան անելու այդ կալանքի հարցեր բան հաստատեց 2 ամսով պարոն Ծառուկյանին կալանավորում են եւ սենց վիճակ է մի հատ։ Հիմա գիտեք ինչն է ինձ բան քաներորդ անգամ զարմացնում Հիմա սենց բաներ եմ շատ լսում դե որ մեկին խեք բռնում են բռնում եք սաղին բռնեք թե որ բռնող եք մինչև մայն չեք բռնում թե խի հենց իրանից սկսեցիք ինչ ասես չեն ասում լավ եթե պետք է բռնեն պետք է մի տեղից սկսեն թե չէ եթե պետք է բռնեն մի օր պետք է սկսեն թե չէ հիմա երեք սկսեի պետք է ասեք ինչու է այնա Դուք եկեք գործից խոսենք, գործից ինչ արել էս մարդը։ Ես որ կարդում եմ, շաքաղվում եմ։ Իհարկե սա դեռ դատարանում ապացուցված չի, դա պաշտոնապես բան չի, բայց այդ մեղադրանքները, որ ես եմ կողմել, ինչեր է կատարվում, Աստված իմ։ Դրա մասին խոսեք։ Ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Ինձ դա հետաքրքիր չի։ Գիտես ինչ հասկացա ես ժողովուրդ։ Այս մի հատ ստվար, ուրեմն հասարակության մաս կա, որը այսպես է, մեկին սիրում է, մեկին ատում է,
Այն ու որ սիրում է ինչ ասեց, ինչ արեց ճիշտ է, այն որ բանա ատումա ինչ ասեց, ինչ արեց սխալ է։ Այս էլ տրամաբանություն, օրենք, բարոյականություն, ոչ մի չափանիշ այս մարդկանց համար չկա, վերջ։ Իրենց սիրելով չսիրելով են ամեն ինչը դատում։ Դե շատ պրիմիտիվ մտածելակերպ է, էլի, այսինքն ոչ թե փորձում են բովանդակությունը հասկանալ, այլ եմ իրենց, էլի, հա։ Այստեղ նշվում է, որ էկ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա։ Քննչական կոմիտեն հաստատում է, որ նման դեպք է տեղի ունեցել։ Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ նախօրեին այգի տեղափոխված էկ առյուծը սատկել է, կենդանու մահը վրա է հասել քնեցման ընթացակարգից ելնելով, ըստ այգու առյուծը ունեցել է մեծ տարիք եւ մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք հաստատվել են հերձման արդյունքում։ Հերձման տվյալներով կենդանու մոտ արձանագրվել է ներքին օրգանների ախտահարում, փայծախի, լյարդի, թոքերի, սրտի հետ կապված խնդիր, ինչպես նաեւ լեղապարտի փոփոխություն, ճարպակալում, որովայնի խորոչում, հեղուկի արկայություն։ Տանջել են կենթանուն, տանջել են։ Ախր դուք չեք պատկերացնում, ինչ մասնագետներ ա պետք է մի կենթանին պահելու համար, ուտելու առանձին, բժիշկը առանձին, խնամքը առանձին, պարչի որ այդ ծաղկի արհամարվեր այդ տեսակ պայմաններում։ Այսօր հայտնում են էլի, որ Հայաստանում լավագույն պայմանները ստեղծված են եղել առյուծի համար։ Տիկին Տոնոյանն էլ էր հայտնում, որ ամենաբան պայմաններով են պահվել առյուծները եւ գազանոցում իրանք չեն ապրի ու տես այդ խոսքն եղավ, չապրեցին գազանոցում մի օրը չդիմացավ։ Ման հիմա չգիտեմ ինչ պայմաններ է Ծառուկյանի մոտ եղել։ Հա։ Դե պարչի որ այտենց պիտի ասեն։ Բայց ինչի պիտի չապահովեր, կարծում եք չէր ապահով, իրան ինչ կա, այդ գրկած ծոցը ման էր տալի, նկարներ կա Ծառուկյանը ձագերին գրկած բան, ակվարիում մենք մի հատ զուգ հազիվ ենք պահում, մի առյուծներ բան կպահեր էլի, էս լավագույն բան։ Պահել էլի, հիմա տեսեք, չէ, այստեղ ես գիտեք ինչ եմ կարծում, այդ տեսակ մարդիկ խիղճ չունեն, եթե խիղճ ունեն այդքան կենթանի չի սպանի, հետո դնի բերի սենյակում, այդ մարդկանց իրանց այդ կենթանու վրա մանավանդ ինչքան մեծ ուժեղա կենթանին, այդքան իրենք ուրեմն ավելի իրենք ուժեղ են զգում, որ կարողանում են իրենց սպանել, սանձել, պահել։ Նույն իրա շեֆը չէր նույն, որ առյուծով նկարվեց, առյուծի վրա նստած որ գնացել, չգիտեմ, որ Աֆրիկայում սպանել էր Քոչարյանը։ Այս մտածելակերպի մարդիկ են, կարծում եք իրանք կենթանի են սիրում, իրանք այդ ուժն են սիրում, այդ որ կարող ինքը առյուծի հետ նկարվի սպանի ու թե ինչ պետք է անի, այս սատրանց մոտ կենթանի սիրողը տենց բան չի անի եւ եթե ասում են որ այո իրավունք ունեն, ինչի չեն բերում են թուղթը ցույց տան, որ ահա խնդրեմ կառավարությունից մենք թույլատվություն ունենք այս կենթաններին պահելու, ինչի չեն ցույց տալիս։ Ես չեմ կարծում։ Պատմության մեջ էլի համացանցի խորքերից շրջանառության մեջ էլի դրվեց առյուծի եւ ավանակի մարտը, ես չգիտեմ, այս առյուծի մասին է խոսքը, ուրիշ պահողներ կան, որ առյուծ, բայց հասուն հայ մարդիկ կադրում հեռախոսներով նկարում են, ուրեմն էշի ավանակը բերել են, գցել են այս առյուծի դիմաց ու առյուծը հարձակվում է վրան ու դրանից հրճվում են։ Դուք էլի ես չգիտեմ, ինչ արժեք համակարգից ենք մենք խոսում ընդհանրապես, ինչ բարոյա հոգեբանական։ Դե հիմա ասա որ ինքը կենթանի սիրող է։ Դե էլի ես հիմա չգիտեմ այս առյուծների մասին, չեմ ուզում հանկարծ ապատեղեկատվություն լինի, մենք չգիտենք ում է պատկանում։ Որ առյուծն է, Ռաֆայել։ Մարդ Արարածը հա ինչ ձևի, հա։ Դե Ցավալի է այս ամեն ինչ ընկերներ, բոլոր տեսանկյունից։ Well, գիտես ինչի պես է, ես այսպես եմ նայում, այն որ փթած ատամ ունես, քեզ տանջում, վերջում քաշում հանում ես, ազատվում ես, հա։ Ինչ է լինելու, հա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման մեղադրանքներով։ Դատարանը բավարարել է 2 ամսով կալանքի միջնորդությունը։ Քննչական կոմիտեում քննվող տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակներում 70-ից ավել հասցեներում նախօրեին միաժամանակյա խոզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը եւ հանցավոր խմբի եւս 1 անդամ արդեն ձերբակալված է, կտրվի լրացուցիչ։
տեղեկություն։ Բան էլ կա, թաքսերից խուսափելու համար, չվճարելու համար էլ հոդված կա։ Հոդվածը 4 բոլորը նայում ես ու Բա էդի շատ լուրջ հոդված է։ Ալ Կապոնին այն ժամանակվա ամենամեծ գանգստերին Ամերիկային, որ այդքան մարդ էր սպանել, երևի հարյուրներով, չկարողացան tax evasion-ի վրա բռնեցին, հաշվապահին փախցրին, թղթերը նայեցին, tax չվճարելու համար գնաց Ալկատրաս։ Ամեն դեպքում պետական մեղադրանք է արդեն։ Այսօր նաև խոսել է Սամվել Կարապետյանը եւ մեկնաբանել է, որ պատրաստվում են ցույցերի ըստ պարոն Կարապետյանի տեղեկությունների։ Ասում են ցույց չեն ասում են փողոցային պայքար։ Փողոցային պայքար եւ այդ պայքարը լինելու է մեկ անգամ եւ վերջտական։ Վերջտական իշխանության համար ըստ Կարապետյանի։ Նաև ստեղ մի հայտարարություն կար, ասում է մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով օրինական ճանապարհներով իշխանությունը Ծառուկյանի չուչելներին էլ գողացավ, առյուծներին էլ կտանի Աստծի մա որ լսում ես փողոցային պայքարը անպայման կլինի ուրեմն գողացավ, չուչելները Ինչ ասեմ, ասում հա գողացան չուչելները, իսկ առյուծներին տանելու են ազգային ժողով զարթնացնեն։ Չհասկացանք, չկասկածեք դրանում, առյուծներին տանելու են ազգային ժողով, չուչելներին էլ ինչ են անելու, գողացել են չուչելներին։ Նա պարզաբանեց, որ ի տարբերություն իշխանությունների ինքը դրանում ռիսկեր չի տեսնում։ Կարապետյանը հավելեց, որ իշխանությունների բոլոր քայլերը խոչընդոտում են ներդրումներին, արտաքին ներդրումներին, մեջբերեմ խոսքը, Գագիկ Ծառուկյանը երկրի գլխավոր ներդրողներից էր, այժմ նրանից խլում են անգամ խրտվիլակներին, ջրել են ստեղ, բայց չուչել է ասել ինքը, ասաց խրտվիլակներին։ Նա բագնում են ձեռի հետ էլի։ Հա, բա ոնց։ Okay, ընկերներ, սա է այս պահին իրականությունը։ Եվ նաև ասենք, որ ռուսական կողմից այսօր էլի սահմանափակումներ մտան, այդ էլի Միրգ Բանջարեղենի հետ կապված, տնտեսվարողներին ոնց հասկանում ենք ուզում են հասցնել այն կետին, որ ինչ-որ ցույց լինի բան, ենթադրում եմ ընդդիմության փողոցային պայքարի այս ընդառաջ պայքարին ընդառաջ կրքերը փորձում են այնպիսի մակարդակի հասցնել Հայաստանում, որ դուրս գան մարդիկ փողոց եւ ցույց լինի այստեղ գյուղացիներին են գնացել նկարել որ վնասներ են կրում ինչ խոսք կա նման բան Իվետա Տոնոյանի ասեք այստեղ հաղորդագրություն Նարեկը Կարապետյան ասում է ճնշել են ժողովրդին էսեն արել NNA հիմա ձեզ օրինակ բերեմ Հայրիկ ջան արի այստեղ Հայրիկը գալիս է ասում է ճիշտ է որ քո բարեկամին մորքուրն է մորքուրին աշխատանքից հանել են որտեղ մենք մեզ համար մեզ ընտրել ասում է այո այս մարդը ասում է տեսակ ասում դա որպես արդեն ապացույց է բերում էլի Հայրիկը ասած է մորքուրի մասին դե փաստորեն հա Ընդհանրապես, եթե անող էին, ի սկզբանե կանեին, իս թվում այն ամենասկզբում կանեին։ Չէ, վերջացավ արդեն, հա, էլի։ Անատան բանին նմանում է։ Քնչականը կադրեր է հրապարակել, հիմա դրանք եմ նայում, քնչականը կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան մուտքից, տեսնենք ինչ է կատարվում, հա։ Ինչ այդ տարօրինակ մի բան առավոտ կարդացի կիսվեմ ձեզ հետ հուլիսի 10-ից, այսինքն 3 օրից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կիլոգրամից ավելի միրգ, բանջարեղեն եւ այլ բուսական արտադրանք դուրս անել։ Այսինքն 6 կիլո վարունգ ես ուզենամ անեմ կասեն չէ, մի րոպե 2 վարունգը մի կողմ դիր։ Տեսնենք ինչու։ Ապա հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանից բուսա սանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից հաղորդվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Համաձայն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով թիրախփոխվող բուսասանիտարական
ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տնտեսվարողներին եւ քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան նախատեսող հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բանաբուսային ստերտական պահանջները։ ՍՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը ազատությանն ասաց փոփոխության նպատակ արտադրանքի հետագծելիության ապահովումն է, որ հնարավոր լինի վերահսկել դրա ծագումը, կանխել անորակ արտադրանքի արտահանումը այլ երկրներ։ Այ քեզ բան։ Դու բան հասկացա՞ք որ տանեն ամենը 6 կիլո որ տանի ուր կնահասնի, դա ուզում ասել, որ լավ չեմ հասկանում, ասենք 6 կիլո վարունգ որ մեկը հետը տանի, էդի պիտի դե ինչ իմանա հիմա չեմ հասկանում։ Իսկական չեմ հասկանում։ Չէ, բայց նույն Ամերիկայում կարաս 6 կիլո բերես ծիրաններ նույն բանը չի կարող տեղ ունենալ։ Դե ես չգիտեմ ինչ կարա, բայց չէ, լրիվ տարբեր է ներս բան է։ Հակառակն է։ Ռաֆայել, Ամերիկան ներս բերել չի թողում։ Տան ինչ ուզում ես տար իրան հետ արքիր չի, ամբողջ ճամբրուկը լից տար։ Ներս բերելը ուրիշ բան է, որտեվ իրենք վախենում են ինֆեկցիայից, նրանից, բայց ստեղ դուրս չի թողնում տանես 5 կիլոից ավել։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Ենթադրում եմ կոռուպցիոն բանն է այս բաները, արտահանողները։ Փոփոխության նպատակը արտադրանքի հետագծելիության ապահովումն է, որ հնարավոր լինի վերահսկել դրա ծագումը ու կանխել անորակ արտադրանքի արտահանումը այլ երկրներ։ Ուրեմն 5 կիլո արտահանել այլ երկիր, հա մի բան։ Աբսուրդ է։ Հիմա մինիմալի հասցրեց հենց դա, որովհետև այստեղ կարող է չի հերիքում տեղում, Ռաֆայել։ Երևի չի հերիքում ապրանքը։ Ես կարծում եմ արտահանման ընկերությունները, ես այս լուրերով մենք տվեցինք, այդ էինք քննարկում, մեր էլի ենթադրությամբ, ովքեր արտահանում են, որ մինիմալի հասցնեն, էլի, որովհետև արտահանման այդ հարկերը, турքերը, մնացած բաները չեն տալիս, ձևակերպում են անձնական հարցերով ենք տանում ու դուրս են հանում մեծ քանակությամբ ապրանք առանց համապատասխան process-ների։ Այս վերջերս Հայաստանում էլ այդ օրենքը բան արեցին, մանդարինի օրենքը 50 կիլո լիներ։ Դե 10 ձևակերպում են, այս բաստուրմի պատմությունն է։ Սուպերմարկետները ամեն մեկը առանձին փոքր LLC-ներ էին արել ու հարկերից խուսափել էին։ Մեծ ընկերությունը բաժանում է 150 ընկերություն է դառնում, ասենք կալբաս վաճառողը առանձին է, ձեթ վաճառողը առանձին է ու հարկ են տալիս։ Հիմա նույնն էլ էս մեր էս պատմությունն ասում, անձնական համար եմ տանում 10 կիլո մանդարին, 6 կիլո ծիրան, 5 կիլո էս մի ընտանիքի անդամներով Դե չգիտես մեր մոտ ունեն խոսում, պիտի բարդ լեզվով խոսան, որ ոչ ոք չհասկանա, դա մեր հին հնուց եկած բան է։ Սա ցնդաբանությունն է, ինչ է նշանակում, չգիտեմ։ Այ մարդ, այս ցնդաբանությունը Եթե ներսում չի հերիքում, միգուցե այդտեղ որ ասեն քիչ է ապրանքը, մերոնց չի գները բարձացել են, կարող եմ հասկանալ, հա, բայց 5 կիլո վարունգը ինչ պետք է առևտրային բան դառնա, խուսափություն դառնա, չգիտեմ։ Բայց լավ, այսօր պլաստիկը իբր Հայաստանում արգելում են, մի 2 տարի առաջ էլ օրենք ընդունեցին, տոպրակներ, պոլիէթիլեն, էկոլոգիան վատ վիճակի մեջ արգելեցին բարակները, շրջանառության մեջ դրվեցին հաստերը, ավելի հաստ տոպրակները եւ դարձան վճարովի։ 50 դրամ, 100 դրամ, այսինքն հացի գին դառավ պոլիէթիլենային տոպրակը, բացարձակ չկանխեց։ Հիմա երևի հասկացան, որ սխալ է, ամբողջությամբ պլաստիկ ափսեներ, պատարակաղներ եւ տոպրակներ ուզում են հանեն 27 թվականի հունվարի 1-ից, այսինքն այս եկող նոր տարուց էլի այդ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև յուղոտ կամ թթվային միջավայրի ազդեցության տակ տեղի ունենում պլաստիկի տրոհում, արդյունքում անզեն աչքով անտեսանելի միկրոպլաստիկը թափանցում է սննդամթերքի մեջ, այնտեղից էլ օրգանիզմ եւ մարդու առողջության շրջակա միջավայրի նպատակներով 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների պլաստիկ եւ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների սպասքի վաճառքը, արկայությունը առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում եւ այլ հանրային սննդի օբյեկտներում։ Ինչ են առաջարկելու։ Դա խելամիտ բան է, խելամիտ է, հա, չգիտեմ, ոնց է, բայց իրոք դա կա։ Այն փայտիկների են Whole Foods-ում որ կար food court-ը, Whole Foods-ը փեդեր էր դրած
փայտիկներ էր, չէ։ Հիմա ես ինձ հետարքիր է, կարծեմ թուղթը դրա տակ չի մտնում, թղթից ափսեներն ու բաժակները, իրանց ասածը պլաստիկն է, փոխարինել կարող են հանգիստ թղթե բաներով, ես օրինակ երբեք պլաստիկ չեմ, մենակ թղթից եմ ուտում։ Պատարակախ Այդտեղ արդեն բարդանում է խնդիրը, Երբևէ Whole Foods-ի food court-ից որևէ բան վերցրել եք։ Այո, հաճախ, շատ լավ, բան չասեցի, սպասք վերցրել եք, օրինակ գթալից օգտվել եք։ Իրանց տված գթալից էլի։ Գթալներից վերջում։ Այն որ չի լինում ուտել այդ գթալով։ Որ տափակ շատ խորություն չինական բան։ Խորություն չունի այդ բանը։ Այնտեղ Ռաֆայել, էդի ուրեմն դուրս գալուց, որ արդեն դուրս ես գալիս, այս կողմից, Glendale Whole Foods-ն եմ ասում։ Հա։ Այնտեղ մի հատ ստենդ կա, երկար sense պլաստիկից, եւ այնտեղ ծեր սուպի գտալներ, դանակ, պատարակախ, կոճակը սեղմում ես իջնում, այնտեղները խորն են այդ, լավ գտալներից են, սուպ ուտելու, որտեւ այն փեյտիկներովն եմ ես բանարել։ Չէ, հա։ Okay։ Այդ պլաստիկի գտալները շատ լավն են։ Ես երկու հատ ամեն անգամ վերցնում եմ։ Շատ լավ է, շատ լավ։ Այդտեղ գիտեք ինչն է դուրս գալիս, որ ինչ որ տեսնում ես նույն գինն է։ Այդ ասենք այդ բանում pound-ը էսկանա։ Սրանից վերցրած, ինչ ուզում ես դիր, ակշում փողոտալից դուրս ես գալիս։ Small box, large box, ու salad box-ն է առանձին է հաշվում։ Առանձին գին ունի։ Այսինքն եթե salad box վերցնես, բայց salad չտնես մեջը ուրիշ գին դնես մեջը, այդ ուրիշ գին է հաշվում։ Ես այդ չգիտեի, մի անգամ բացատրեցին, հասկացա սխալ էի վերցրել։ Այսինքն այդ պլաստիկի այդ բանը որ վերցնես, թղթից կա։ Սուպը բովանդակությանը չէր համապատասխանում։ Կարճ ասած, տենց բան, կարճ ասած։ Տենց մատիկ էլ կան, չէ՞ որ։ Բացարձակ, հա։ Մարմինը բովանդակությանը։ Ուրեմն 3 Միացյալ Նահանգների ֆուտբոլի հավաքականը խոշոր 4-1 հաշվով պարտվեց Բելգիայի հավաքականին։ Բայց նախապատմությունը կարծում եմ գիտեք։ Այս խաղին ամերիկյան ֆուտբոլիստներից մեկը, ով կարմիր քարտեր ստացել նախորդ խաղին, օրենքով FIFA-ի գրված օրենքով չէր կարող այս խաղին մասնակցել։ Բայց պարոն Թրամփը զանգահարում է երեկոյան FIFA-ի նախագահին, ասում է Սավը տանեմ 100 տարվա ընկերներ ենք, ես ինչ ես անում, մի բան արա այդ մեր տղեն խաղա միսորը։ Եվ հրաշքի նման FIFA-ի նախագահան միսորը վերակենում հայտարարում է, որ կարճ ասած ներում ենք այդ կարմիր քարտը։ Վերջացավ։ Ամբողջ ազնիվ աշխարհը վրդովվեց դրա դեմ, ասելով, որ չի կարելի, քաղաքական գործիչները չեն կարող խառնվել սպորտին, տենց մենք ուր կհասնենք։ Բելգիան բողոքարկեց, ասելով, որ եւ ոնց կլինի, ոնց ոչինչ չաշխատեց, այդ տղան խաղաց, որ չպիտի խաղար եւ 4-1 պարտվեց Միացյալ Նահանգները։ Ես երբեք չէի կարծում, որ ես նման բան կասեմ, բայց ես ուրախ եմ, որ պարտվեց առաջին անգամ կյանքում։ Ես ասել եմ, եթե Հայաստանը չի մասնակցում, ես Միացյալ Նահանգների երկրպագում եմ, որովհետեւ արդարությունը պիտի հաղթեր եւ արդարությունը հաղթեց։ Եվ սա բոլորին թող խրատ լինի, որ չի կարելի։ Մի արեք տենց բան, դաղալու, այնքան լավ բառ է, ես չգիտեմ դրա ծագումը, այդ դաղալի, հայերենա, թուրքերենա, վրացերենա, բայց շատ լավ բառ է, դաղալություն։ Դա այն որ օրենքն ես խախտում, այն որ փչացնում ես ինչի մասին է սպորտը, չէ՞, ի վերջո։ Այդ տարբերության մասին է, որ ամեն ինչից հեռու կարող ես հանգստանալ, ոչ քաղաքականություն կա, ոչ էս կա։ Այլ դա էլ որ փչացնում են, դա դաղալություն է արդեն։ Թողեք գոնե ձեր մնացածը ձեր ինվեստմենտները, ձեր ստակները, այս ֆուտբոլն էլ թողեք մեզ էլի, մի խառնվեք այստեղ, մի խառնվեք, հա։ Եվ պատժվեցին եւ ես շատ ուրախ եմ։ Տղաներն են ուղակի մեղք։ Բայց այստեղ մի բան էլ կար էլի, կարող էր մարզիչը, եթե մարդ լիներ մեծատառով, կարող էր ասել, չնայած դրան ես չեմ խաղացնում այս ֆուտբոլիստին, որովհետև դա արդար չեմ հարում, կամ ինքը ֆուտբոլիստը հրաժարվեր խաղալուց։ Այդ ժամանակ բայց իրավասու էր, հա, ինքը կարող էր նման բան անել։ Ներողություն։ Ինքը կարող էր նման բան ասել մարզիչը, իրավասու էր։ Մարզիչը։ Մարզիչն է որոշում թե ով է խաղալու, ում է փոխելու, ում է անելու, ինքը կարող էր չմտցնել կազմի մեջ եւ դրանով հարցը լուծեր։ Բայց դրանից հետո իրեն ինչ կլներ, դեպի աչքին առներ այդ ամեն ինչը արդեն։ Կամ ինքը ֆուտբոլիստը ասեր, ես ֆուտբոլի կողմնակից եմ, ոչ թե խարդախության։ Չեղավ 4-1։ Եվ գիտես ինչներ է տարքիր, այդ շվեդ բանը, բելգիացիները ամեն գոլ խփելու
հետո այդ Թրամփի պարն էին ապարում այդ որ ունի 2-0-ով հորին է ինքը արեց այս բանը ինքը հորին է ինչ արեց այդ է ասма Մելանը ասում է մի արա այդ պարը մի բարի ասма քեզ չի ես պատկերացնում եմ Մելանը ոնց ասում էր դրա այդ պարից My dear don't հա Այսօր գնացել եկել կնի կանտրել իրան դե այսօր տակը էդ էր մնացել ինձ թվում արդեն բայց դե Էփշտեյնի աղջիկները վերջանում գիտես Էփշտեյնն է ծանոթացել իրանց երևի ամենահաջող ծանոթությունը էդ է եղել վերջում բայց այսօր ամբողջ այս պատմության մեջ Մակրոն եւ Սիրիա այցելությունն է առանձնանում էլի 17 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը գնում է Սիրիա, իրենց նախկին վերահսկողության տարածքներն էին, առաջին աշխարհամարտից հետո հարգելի բարեկամներ, Լիբանանը, Սիրիան, այդ հենց այնպես չի, որ ֆրանսիական բաները կապված են, բայց ամբողջ այս ջերմ ողջույնի մեջ իհարկե մի քանի պայթյուն բան Դամասկոսում բան հնչել են, բարեբախտաբար Մակրոնն այս բան չի եղել, բայց այդ չի պատմությունը Այս պարոն Ահմեդ Ալ-Շարայի հետ մի գրկախառնություն, մի ողջագուրմուն բան, հիշեցնենք մինչև Ասադի ռեժիմը տապալելը, այս Ալ-Շարային որոնում էին որպես միջազգային տերորիստ փրկագին էին, գլխի գին էին անգամ առաջարկել միլիոն եվրո։ Հա, հիմա վերջ իբր տերորիստ հիմա Ֆրանսիա դու Ֆրանսիա գնացեք, գրկախառնություն, միասին մսկիթ գնացին Ստիս բաները էլի սախը մարդ ուժ ունես, բան ունես, նստում ես Գիտես ինչա Ռաֆայել, այ մա, տես դու ասում ես ստից է, ես էլ կարծում եմ ճիշտ իսկականից է, ասենց էս է իսկականը Չգիտես ինչի մեզ թվում է, որ ոնց կարելի է, բանկով, հենց էս է Սենց է, երեք տերորիստներ այսօր քեզ պաչում են արդեն Всё, էս պիականջի տողանես անցնես առաջ, էս է, այդ մեծ պոլիտիկայի բաները էսենց են, բա ոնց Մարգարիտ Դեմիրճյանը դաղալ բառը ասում է նշանակում է ճղճիմ եւ փոքրոքի Բառացի թարգմանությունը, չէ՞։ Ամբողջ հարգանքով բաց հավանական չեմ։ Դաղալը իմ պատկերացմամբ, ես սենց ասեմ, դաղալը, այն որ ասենք ֆուտբոլ խաղալուց գոլ չի ասում, գոլա, պենալ չի ասում, պենալա, այն որ գծը նեցակ հաշում, որ մի խոսքով էլի, որ արդար չի խաղում Հալալի հակառակ։ Լավ, մի հատ փորձենք ChatGPT-ին հանձնել։ Հարցրեք, բարեկամներ, հարցրեք։ Մինչև Դերենիկը կհարցնի ChatGPT-ին, այստեղ որոշ հաղորդագրություններ կարդամ։ Քաղաքականությունը մամա, պապա չունի, ասում է Մարիան Աբրահամյանը։ Ողջույններս սիրելի հայեր, Նարինե Սիմոնյանն է ասում, ողջույն հարգելիներս, դաղալ հայերեն բարբարից է, ծույլ, խափող, անբան ու տենց նշանակում է Ռոզանա Կարապետյանի վարկածն է սա։ Էս ավելի մոտիկ է։ Ահա, հնարավոր է։ Այստեղ Ռաֆայել ջան տխուր ես երևում, Ժաննա Վիրաբյանն է ասում, վայ, Ժաննա ջան, իհարկե, չէ, տխուր չեմ, մի քիչ անհանգիստ եմ, որոշ գործնական մտորումներ ա գլուխս խառն է, որոշ բաներ կա, չեմ կարողանում մի խոսքով հաղթահարել, այսպես ասեմ, բայց այդ կապ չունի եթերի հետ, կողմերը թող բռնեն կողովները թող բռնեն, օքեյ, թող անեն, ինչ խոսք։ Բելգիայից բարևներ, Հագան է ասում, ողջույն արգելի Հագա։ Ողջույն։ Հագա ջան, շնորհավորում եմ ձեր արժանի հաղթանակը, ձեր թիմի։ Հա։ Մի բան չեմ հասկանում, ինչա կատարվում էս։ Ով Բելգիան հաղթեց, հա։ Բելգիան Ամերիկային 4-1։ 4-1, հա։ Դուք պատկերացրեք այդ իրենց համար ինչ մոտիվացիա էր, էլի։ Որ այդ դաղալությունը արեցին, հիմա իրենք պետք է խաղան, հա, տենց էլ մենք ձեզ կհաղթենք, էլի։ Ու տենց էլ արեցին։ Բրավո։ Հրաշալի։ Հարգանքներս Ռաֆայել ջան եւ պարոն Դերենիկ ջան, Վիկա Անտոնյանն է, ջերմ խոսքեր գրում։ Ողջույն, շնորհակալ ենք։ Ողջույն Վիկա ջան։ Այդ բառի թարգմանությունը ասում է Google-ում ենք կարդացել։ Դե հնարավոր է։ Գերմանիայից է ողջույնները Վիկայի, ողջույններ, բարի երեկո Գերմանիա, որ մասից Գերմանիային։ Սա կգրիկ իմանանք։ Բանն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է Ստամբուլեն մեջ են եւ աշխարհի տարբեր առաջնորդներ հավաքվում են Տրամպին դիմավորեց Էրդողանը իր բոլոր անձամբ օթանավական, դե
ընկերներ, կատակ բան չի, էլի մենք միշտ Թուրքիայի մասին խոսալով բոլորովին այլ տեսանկյունից ենք դիտարկում, բայց շատ խոշոր խաղացող է բոլոր իմաստներով եւ դրա հետ պետք է իհարկե, տեսեք, հիմնական կետերը կորիզը ինչի համար են հավաքվել ՆԱՏՕ-ն։ Մասնակիցները կքննարկեն 3 հիմնական գործնական հարցեր։ Առաջինը Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստություն։ Դուք տեսնում եք, ոնց է արդեն դասավորում նախադասությունը։ Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստություն։ Ուկրաինային զենքի մատակարարման եւ ֆինանսավորման ավելացում եւ Ուկրաինայի ռազմական կարողությունների զարգացում։ Փաստորեն Ռուսաստանի դեմ այս հավաքը լրիվ։ Դե դժվար է ուրիշ ձև պատկերացնել ՆԱՏՕ-ի ի սկզբանե ՆԱՏՕ-ն ինչ խնդիրներ առաջ դնում, խորհրդային միության հետ արճակատում, պաշտպանություն ավելի ճիշտ, հա, հետո Ռուսաստանի դաշտություն։ Մի րոպե, չէ, լսում, հիմա վերջի պարբերություններ կարդամ։ Հանդիպան տևողությունը կրճատվել է Թրամփի հետ տարաձայնությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։ Քիչ խոսանք, պրոբլեմ չտա։ Հա, էլի չեմ հասկանում, ես բան ձևակերպումն է հետաքրքիր։ Հանդիպան տևողությունը կրճատվել է Թրամփի հետ տարաձայնությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։ Այսինքն լինելու է, բայց ինչքան քիչ կարճ լինի, այնքան քիչ կլինի, էլի պակաս կլինի։ Նույն պատճառով Վլադիմիր Զելենսկին թույլ չի տրվի ելույթ ունենալ գագաթնաժողովում։ Նա միայն կմասնակցի պաշտպանական արդյունաբերության ֆորումի, որը տեղի կունենա նիստի ընթացքում։ Դու նստի տեղը չխոսած տարբերակն է։ Զեն չանես, ծպտուն չանես, հա։ Հա։ Դե տեսնենք, լավ, ինչ ասա տալու ուր է գնալու այս զարգացումը։ Պեսկովն էլ ասեց, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Ստամբուլում, հա։ Շատ ուշադիր։ Դե հետևեք։ Բայց ասեք, էլի, ինչ երկ ճուղանի նուրբ դիվանագիտությունը անում Էրդողանը Ռուսի հետ հլը տեսեք ոնց։ Ես միշտ ասել եմ, այդ մասին մենք խոսել ենք տարիներ առաջ, հա, ոնց։ Տես հլը Տրամփին գնում է դիմավորել, պետքա պապանա, օքեյ, գնանք հանդիպել։ Մի անգամ եթերում հիշում եք, ասեցի պապանա եկե, պիտի գնաս դիմավորես այս Պուտին բան այցելությունների եւ այլն բան, քանի մարդ զանգեց, էս ինչ եք ասում, պապան բան, էս ինչ բառ, Ժորժ ջան, այդ դիվանագիտությունա գրողը տանի, որ մենք տենց էլ չսովորեցինք, որ պիտի կարողանանք ասում խելո գառը երկու մոր կաթաուտում։ Հահահիհի, ամեն ինչ։ Ռաֆայել, արդեն սովորեցինք։ Դե հա։ Այս որ գնաց Փաշինյանը գնաց առանց հրավերի, առանց շնորհավորանքի գնաց Ռուսաստան, դա էր նշանակում։ Հա, եկել եմ։ Եվ մի բան էլ նկատեցիք ամբողջ հանդիպման ընթացքում, անգամ Միշուստինը չէր ով էր այդ։ Միշուստին էր։ Վարչապետը Միշուստինը, հա։ Շնորհավորեց Փաշինյանին։ Շնորհավորեց։ Այսինքն Պուտինն ասել է ոչ մի շնորհավորանք, պարզ է։ Բայց ոնց կարելի է այդպես։ Պուտինը պատրաստվում է ստեցուցել, անի ինչ շնորհավոր։ Այդ որ ասեցիր, ուզում եմ մի բան ասել։ Էս հիմա ինչ որ անում են, չէ՞, թե այդ երկու բաներն էլ էլի, հա, ինչ կուսակցություն ասեմ, չգիտեմ, հա, Քոչարյանի թևը եւ բանինը, Կարապետյանինը։ Հավատացեք, ինչ որ անում են ուղղակիորեն Մոսկվայից հրամանով են իրենք անում։ Իրենք իրենց ոչ մի բան չեն կարող։ Պետք է վերցնել մանդատները, պետք չի վերցնել, փողոցում է պետք շարունակել, ինչ է պետք։ Լրիվ հրանգները կազմակերպված, ծրագրավորված գալիս են ուղիղ Կրեմլից։ Չկասկածեք դրա։ Կրեմլը Հայաստանի խորհրդարանում ունի մանդատներ եւ դրա հետ մի ստվար զանգված պետք է ուղղակի հաշվի նստի։ Այս խորհրդարանը ձևավորել եք դուք հարգելի բարեկամներ, որ դուք փաստորեն այսքան 19 կուսակցության մեջ դուք ուրիշ այլընտրանք չգտաք, գնացիք այսքան ձայնալսումներից, այսքան բացահայտումներից, այսքան ամեն ինչից հետո, անգամ հենց առաջնորդներին լսելուց հետո, ելի գնացիք այդ որոշումը արեցիք, դե? Ասում եմ ամեն ազգ արժանի իր իշխանությանը, դա ճիշտ։ Այո, բայց ես մի տեսակ բան զգացողություն ունեմ, սա հիմնված չի ոչ մի կոնկրետ բանի վրա, իմ զգացողությունն է, որ մի օրենք կարող է անցկացնել, նոր օրենք, այդքան ուժ ունեն օրենքներ անցկացնելու, որ ասենք օրինակի համար եմ ասում, այսքան հաստարկ ունենալով, որ կաշառքա, այս կուսակցությունը ընտրակաշառքա բաժանել 1, 2, 3 այսքան, այդքանից հետո համարում ենք, որ իրենց հաղթանակը կեղծ է եւ այդ մանդատները անվավեր ենք ճանաչում։ Ինձ թվում է նման մի օրենք կանցկացնում։
Եվ կարծում եմ շատ ճիշտ է։ Այսինքն կենտրոնականը արդեն հաստատեց ով ինչքան մանդատ է ստանալու, մանդատներ գրեթե 0-ի է հավասար այդ տեսակի, այդ շանս չկա դրան։ Հիմա Վայ։ այսինքն մանդատները հանեն մարդկանց նկատի ունեք։ Ով որ հիմա ստացել է մանդատ արդեն որ Այո, քանի որ դուք այսքան ապացուցված ընտրակաշառք եք բազարնել, ձեր կուսակցությունը կամ միությունը զրկվում է մանդատներից, քանի որ անօրեն ձևով է դրանք ձեռք բերվել։ Նման մի բան, լրիվ հնարավոր է, որտեվ արել են, ձայնագրությունները լսել ենք, մի հատ չէ, երկու հատ չէ, այնպես որ հիմք կա, որի վրա կարելի է բան անել։ Okay. Դե ինչ ասենք, ձեզ ցտեսություն, այսօր 3 շաբթի ենք, հա։ Այո, վաղնել ենք մենք եթերում, հա, ու ես ճանապարհ եմ ընկնում, ինձ որ աստիճանաբար։ Ինչքան ժամանակով։ Դե մեր դե Ո գալիս ես այստեղ էլի։ Հա, այդտեղ, այսինքն եթերը չի ոչ մի բան, երևի մենակ այդ օրը բաց կթողնենք։ Ուրեմն վաղը չորեքշաբթի 5 շաբթի բաց չորեքշաբթի օրը կա, չորեքշաբթի օրը կա։ 5 շաբթին բաց կտանենք ուրբաթ ես մենակ եմ կանեմ մեր յոգան ուղեղի համար, երկու շաբթի օրը արդեն բան կանենք կհանդիպենք։ Լավ, դեռ վաղը խոսենք։ Անպայման, ձեզ լավ օր։ Լավ եղեք, մինչ վաղը։ Ցտեսություն։ Դե ընկերներ, այո, սա է վիճակը, հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Ես ես հրաժեշտ չեմ տալիս, ասեմ ցտեսություն, այսօր 3 շաբթի է, դա նշանակում է, որ մեր AM/PM երաժշտական Վիկտորինան լինելու է եթերում, բաց չթողնեք կան թողարկումից մի քանի րոպե անց, հիմա քանիսն է Լոս Անջելեսում մի հատ։ Այսօր այնքան զբաղված եմ եղել, Աստված իմ բարկանալու չափ զբաղված եմ եղել, ուրիշ բան է, որ հենց աշխատանքի մեջ ես հաճույքով բան, այսօր շատ լարված օր եմ ունեցել ու որոշ բաներ եղավ, որ չեմ կարողանում մի խոսքով է տեղական չի 9:17 րոպե առավոտյան Լոս Անջելեսում ողջույն հարգելի բարեկամներ գնում եմ AM/PM երաժշտական Վիկտորինային պատրաստվելու շնորհակալ եմ մեր հարգարժան գործընկերներին, որ մեզ հետ են, որ մեր կողքին են եւ առանց որոնց հնարավոր չի լինի այս թողարկումները, եթերը եւ այն ամենը ինչ որ ինչին դուք հետևում եք տարիներ շարունակ